Ջան, հազիվ ժամանակ գտա, մի հատ տեսանյութ նկարահանեմ, կարծիքս հայտնեմ, տարբեր իրադարձությունների հետ կապված։ Սկսեմ Եղեռնից։ Ուրեմն լսեցի Կտրիչ Ներսիսյանի ԿԳԲ-ի հետ մնացորդի հարցազրույցը, շատ հուզված հարցազրույցը Եղեռնի հուշահամալիրի մոտ։ Ու տեսա, թե ոնց թռավ, բառից բուն իմաստով թռավ լրագրողների հարցերից։ Մի հատ լսենք։ Մասնիկարանը հատատուց չեք տալիս, խնդրում եմ, չեմ հսում, բայց հիմա դուք ճանապարհը բացատրեք։ որ դուս էիք բերել դա ինչի ուսաներ, ինչու էիք որոշել հիմա անեկդոտը հանդարտարի կապվեցը չկար։ Ինչ նպատակ ուներ։ Դա գոնե կբացատրեք, հասկանանք ինչի մասին է խոսքը։ Ուրեմն լրագրողների բոլոր հարցերին իհարկե Կտրիչը չի ուզում պատասխանի, ուզում է թռնի, այնտեղ կարծես 4 կողմից հոշոտ են լրագրողները, որովհետև լիքը հարցեր ունեն, որի պատասխանները չունեն։ Վերջապես լրագրողները սկսեցին հարցեր տալ Կտրիչ Ներսիսյանին։ Հուսամ չեք փոշմանի, որ նման քայլերի եք գնում ու կշարունակեք։ Ուրեմն ինչա պատասխանում Կտրիչ Ներսիսյանը, երբ որ լրագրողը ուղիղ հարց է տալիս, որ այդ Եղեռնի սրբերի մասոնքների տուփը ինչու եք այսօր բերել Ծիծեռնակաբերդ, ինչ է դա նշանակում, ինչ խորհրդանիշ ունի, կարծես նման բան երբեք չի եղել, ինչ եք նման որոշում կայացրել, բացատրեք մեզ հասկանանք։ Ամեն հարցի պատասխանի մեր լուսարարապետը Ու լսում եք ինչ է ասում, ասում է այդ հարցին կպատասխանի մեր լուսարարապետը։ Այսինքն դու սա գալիս Կտրիչ, դու այդ հարցի պատասխանը չունես, լուսարարապետը պիտի պատասխանի, հա։ Լավ, Կտրիչ, դու տեղյակ չես, որ քո լուսարարապետ Անանիա Աղեբան իրա հոպանի տղու տաննա տրճիկ տալիս Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ձեռ ես առնում, արա։ Չէ, իրոք, էլի դու կանգնում ես քո շատ սիրելի լրագրողներին կուտ ես տալի, թե լրագրողների օգնությամբ ուզում ես մեզ կուտ տաս։ Անանիա, տուրա, այդ լուսարարապետային զրթու զիբիլա որտեղ է տրճիկ տալի։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում հոպարի տղու տանը։ Ցկցկումա։ Ինքը պետք է պատասխանի, թե դու ես որոշել Եղեռնի սրբերի մասոնքների տուփը բերես Ծիծեռնակաբերդ, Ճիշտ ասած, Աննան Սյորավնա վիճակա, թե քո այդ Աղեբան, այդ Անանյան, որտեղ է տրճիկ տալի, որ պոզայով է տրճիկ տալի, ում հետ է տրճիկ տալի, եկա որցա, աբսոլյուտն չի ուզում։ Որովհետև մենք արդեն սովոր ենք, էլի, որ դուք պիղծ եք, բոլորդ։ Բայց ստեղ մի հատ ուրիշ աբսուրդնի ժանրից հարցածակում, էլի։ Կտրիչ, քեզ որ հարցնում են, այդ խի որոշեցի, հենց այս տարի Եղեռնի սրբերի մասոնքների տուփը բերեք հուշարձան, Ծիծեռնակաբերդ։ Դու ասում ես հարցրեք սրան, հարցրեք նրան։ Այսինքն դու, մի րոպե, էլի, դու համաձայնվում ես այդ հարցի հետ, որ այս տարի եք որոշել բերեք այդ մասոնքների տուփը Ծիծեռնակաբերդ, հա, Կտրիչ։ Այսինքն դու չէիր կարող ասեիր, որ մենակ այս տարի չենք բերում, այսինքն դու չգիտեիր, ոչ խար, դու տեղյակ չես անգամ, որ Եղեռնի սրբերի մասոնքների տուփը 15 թվից հետո ամեն տարի Եղեռնի օրը բերում են հուշահամալիր, հա, տավարիցավ, ճիշտ եմ հասկանում, Կտրիչ Ներսիսյան, այսինքն դու տեղյակ չես, դու ինքան հեռու ես, թե Աստծուց, թե եկեղեցուց, թե ընդհանրապես սրբությունից, այսինքն դու սա գալիս, որ դու քո ձեռով 15 թվից այդ տուփը բերում ես ու տեղյակ չես ինչ ես բերում Ծիծեռնակաբերդ, այսինքն դու գաղափար չունես ինչ ես բերում Ծիծեռնակաբերդ, որպեսզի լրագրողների հարցին պատասխանես, ասես մենք այս տարի չենք որոշել, մենք 15 թվից ենք բերում, հա։ Ամեն կողքիդ կանգնած են Նարեկը, որի հոպարը եկեղեցու քավորն է։ Նարեկ, դու էլ տեղյակ չէիր, որ 15 թվից այդ մասոնքները բերում են Ծիծեռնակաբերդ։ Պրոստը ձեր սուրբը տեղյակ չի ինչ ա բերել Ծիծեռնակաբերդ։ Կամ մի հատ հարց ամ, էլի քեզ։ Այդ որ լրագրողներ ասում են մենք լիքը հարցեր ունենք։ Պատասխանեք, վերջապես ինչ որ մեկը պետք է պատասխանի, թե չէ, ինչի թռար։ Եկի թռար, արա, այդ թռած։ Օրինակ ես լիքը հարցեր ունեմ քո նկատմամբ, Կտրիչ։ Ու պատասխաններիդ եմ սպասում։ Լիքը հարցեր ունեմ։ Ինչ է նշանակում սիրուհիներին մայրաթորը գույք նվիրել, հե։ Կասես։ Մի հատ ժողովրդին բացատրի տենանք Լոլա Գրիգորյան ծողով է, Կտրիչ Ներսիսյան,
Հմ? Կամ այդ բացատրի հասկանանք խաթոնն ում աղջիկն է։ Եթե քո աղջիկը չի, այդ ոնց հաստատվում, որ նախարարին այդքան նման է քեզ, երկրորդը անունն էլ մորդ անունն է, խաթուն։ Կամ ոնց հաստատվում, որ քեզ այդքան նման աղջիկը, որի անունը մորդ անունն է, իր տղու անունն էլ Գարեգին է։ Մի հատ հելի ժողովրդին բացատրի այդ տղա։ Հետ կա կապիկություն անեք արա։ Բացատրեք ժողովուրդը լիքը հարցեր ունի։ Եկեղեցին ժողովրդի սեփականությունն է, քո Դուքյանը չի։ Հելի բացատրություն տուր ժողովրդին։ Կամ որ այդքան ասում ես Վարշավ եկեղեցու դեմ։ Բայց կարոն ախպերդ։ ԿԳԲ-ի служащин, ԿԳԲ-ի участковին։ Հիմա ախպերդ ա թե չէ։ Ախպերդ ա թե չէ։ Հելեք պատասխանեք արա։ Իսկ հիմա վերադառնամ են 3 մանեթանոց ողբացողներին, այն որ գոռում էին լացում, ծիծեռնակապերտը ջարդում են, ես են անում։ Ողբամ ես ձեր վրա, թքեմ ձեր նամուսին, խոռոփեմ ձեր մրթին, որովհետև դուք ամիսներով թե Սփյուռքի ժողովրդին, թե այստեղ մեր գյուղերի տատիկ պապիկներին ինֆարկտի եք հասցնում։ Ուղեղները լցնելով Թեբա Նիկոլը հուշարձանը վերացնում է։ Բախի գնացիք այդ հուշարձանը, եթե վերացրել է։ Հա, ձիգզողներ։ Խի գնացիք, եթիմներ։ Որ գնացիք որտեղ դրեցիք այդ ծաղիկները ձեր։ Հմ? Որտեղ դրեցիք։ Ջարդած էր, չէ՞։ Չկար, չէ՞։ Համալիրը վերացրած էր։ Որտեղ դրիք։ Այ քաղաքական պոռնիկներ։ Հմ? Ու ասեմ, որ ես Եղեռնի պահով այս կապիկությունը արդեն դավադի տանում։ Էլ մեկը չփորձեք գաք ստեղ ողբակ, որ Ադրբեջանը կամ Թուրքիան ինչ որ մեր սրբություններ է քանդում, էս անում, հիմա էլ տատիկ պապիկն է քանդելու, էս անելու, այն անելու, բայց չհասկացա հոգնածներ։ Բա դուք գիտեք, այդ դրոշ վառելը մենակ դուք գիտեք, հա? 30 տարի որ տենց ադրբեջանցու վրա ղժացիք։ Հիմա էլ ինքն է ղժում, խեք զարմանում։ Բա ունատի գրվեցը։ Բա ինչ գիտեիք, բան լավ դասատու է ունեցել, ձեր նման հոգեկան դասատուներ ա ունեցել։ Ու այդ ջահերով որ գնում եք այտենց դրոշ եք վառում, հա, հաղթեցիք։ Մեկիդ ուզում եմ մի հատ հարց տամ։ Դրոշը վառելուց հետո ինչ հաղթանակիք մենք ձեռք բերում։ Դիվանագիտական կնի, տնտեսական կնի, չգիտեմ, տարածքների կնի, մի հատ հաղթանակ ինձ բացատրեք, բերեք ստեղ հասկացրեք ինձ, որ ես հասկանամ ինչ եք հաղթել, արա։ 30 տարի վառեցիք երշիս նման, Աննասոնի պես, Դալբայոբի պես։ Ինչի հասակ։ Ինչի հասակ։ Ու հիմա զարմանում եք, որ հայկական դրոշներ են վառում, բա կվառեն։ Բայց իգզողներ, բերեք մի հատ ռսի դրոշ վառեիք, թե կան ձուճ ունեք։ Հա? Մասի սարը վանը կարծը ով ա տվել, կարող է ես եմ տվել։ Դաշնակ դու չես տվել, մի հատ դաշնակի դրոշ վառեք։ Դաշնակի ձեռով չի մասի սարը կարծը վանը լրիվ ամեն ինչը տրվել։ Հա? Դաշնակի համաձայնությամբ չի եղել նորից Արցախը Ադրբեջանի կազմում, հա? Բոլշևիկների ժամանակ։ Բոլշևիկներն գլուխ են գովում, թե լավ վարիանտ են որոշել, էլի, որ արունահեղություն չլինի։ Տոլավ է։ Բա բերեք մի հատ ռսի, մի հատ դաշնակի դրոշ վառեիք, այդքան ճիշտ տղերք էիք։ Ի՞նչ եք վառել, որները չի երիք են։ Դե ինքները ձեզ մեղադրելու ի վիճակի չեք։ Այնքան անուխ եք։ Որ ես չգիտես, էլի, ինչ անես, այ մարդ, ինչ անես, որ ձեր նման տականքները այլևս մեզ խայտարակ չանեն։ Մեր պետությունը, մեր գիտակից ժողովրդին չանեն տրած որպես աբորիգեն։ Չգիտեմ ինչ անենք։ Այնքան ջահելությունդ, որ գնում եք ջահերով, մեկն ու մեկը չկա մեջներիդ խելացի։ Մի հատ հարց տա, բեր, ասենք դե վառեցիր։ Ինչ ստացար դրանից։ Դու ուզում ես Թուրքիան պրիզնատ գա, որ Եղեռնը արե։ Դու քեզ թվում է, որ դրոշ վառելով ես ստիպելու, առը քեզ։ Աննասուն։ Ինչքան եք ձեզ, չգիտեմ, օչխարի նման պահելու։ Ինչքան։ Ու դուք ուզում եք, որ ինչ որ մեկը ձեզ հարգի։ Եթե դուք հարգանքի արժանի չեք, եթե դուք մարդ ու պահվածք չունեք, մի քանի անգամ արդեն ասել եմ, Եղեռնից հետո, 3-4 տարի հետո, դաշնակները գնացել են ծնկի են եկել, չոքել են Թուրքի դեմ, որ նորից աղբեր դառնան։ Մի հատ եկեք սաղը բացատրեք, աչոտ տվեք այս ժողովրդին, խեք նման քայլի գնաց, հետի մեկ, երկրորդը, այդ ռուսը, որ բռնեց իրա ձեռով, տվեց, Վան, կարծ, մասիս, ամեն ինչ տվեց, ոսկիներն են տվեց, որ Թուրքիան լավ զարգանա, որտև աղբերներ են։ Ընչի քեզ թույլ չտվեց,
Հայ մարդ, ինչի քեզ թույլ չտվեց, որ դու ողբաս, որ դու լացես, այս հուշա համալիրը Խիա 50-ականներից հետո թույլ տվել, որ կառուցել, ոչ թե թույլ տվել, այլ ասելա արագ-արագ կառուցեք, խի, այ ուղեղներ, հերիք արա ձեզ դնեք էշի տեղ, չէ եթե դուք էշ եք, ձեր պրոբլեմն է, մեզ էշի տեղ մի դրեք, մեր անունից մի խոսեք, ընդհանրապես ես պահանջում եմ իմ պետությունից, այլևս նման արարքները քրեականացնի, որովհետև ես չեմ պատրաստվում, այս յետիմների արածի պատճառով չպատասխան տամ։ Խի պետք է իմ պետությունը պատասխան տա, իմ դրոշը վառվի ինչ-որ միտեղ, այս յետիմների հաճույք ստանալու պատճառով։ Սրանք ընդհանրապես կայֆ են բռնում, խայբ են բռնում այդ պահին, ուրիշ ոչինչ։ Իսկ այնտեղ իմ դրոշն են գցում ասֆալտին, վրան բենզին լցնում ու վառում։ Էլ չեմ ասում մնացած պղծությունները։ Ի վերջո պետություն, ուշադրություն դարձրեք, հերիք այս երկրի մեջ ամեն ինչ թույլ տաք։ Դա ակցիա չի։ Դա անդաստիարակություն է։ Դա հակապետական քայլ է։ Սա իմ կարծիքն է։ Իսկ վաղը ես կխոսեմ երեկվա տոնի մասին։ Ինչքան նյութեր եմ տեսել, ինչ եմ տեսել ու ինչ կատարվեց այնտեղ, հենց կոնկրետ ինձ հետ։ Ու շատերի կոմենտարյաները կանրադառնամ հատուկ ձեզ այդ թույլ գզողներ։ Այսքանը։